Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի հերթական դրվագն ապացուցեց, որ անցյալի ուրվականները երբեք հանգիստ չեն թողնում մեղավորներին, իսկ սերն ու խենթությունը երբեմն այնքան մոտ են, որ դժվար է գտնել դրանց սահմանը։ Այսօր մենք ականատես կլինենք էմոցիոնալ ծանրագույն բախումների, որոնք անդառնալի հետևանքներ են ունենալու մեր հերոսների համար։ Ամեն ինչ սկսվում է թատրոնում, որտեղ տեղի է ունենում միանգամայն անսպասելի և կինոյին բնորոշ ռոմանտիկ, բայց և տագնապալի մի տեսարան։ Մանանին շտապ կանչում են աշխատանքի, հայտնելով, որ ներկայացման բոլոր տոմսերը կայծակնային արագությամբ սպառվել են։ Աղջիկը խիստ զարմանում է, քանի որ դեռ առավոտյան ոչ մի տոմս չէր վաճառվել։ Դերասանները ոգևորված պատրաստվում են, բայց երբ Մանանը դուրս է գալիս բեմ և նայում դահլիճին, նա ուղղակի քարանում է։ Հսկայական դահլիճում նստած է ընդամենը մեկ հանդիսատես, և այդ հանդիսատեսը Գրիշոն է։ Նա փաստորեն գնել է թատրոնի բոլոր տոմսերը միայն թե մենակ մնա և վայելի Մանանի ներկայությունը։ Սակայն այս խենթ ու շռայլ քայլը ոչ թե հալեցնում է աղջկա սիրտը, այլ ճիշտ հակառակը։ Մանանը կատաղում է այս հետապնդումից ու զայրացած իջնում ներքև Գրիշոյի հետ հարաբերությունները վերջնականապես պարզելու։ Մինչ Գրիշոն փորձում է փողով ու անակնկալներով գնել Մանանի ուշադրությունը, մութ ամպեր են կուտակվում Լեայի և Լեոյի ապագայի վրա։ Արամը, ով արդեն հայտնվել է այս խճճված պատմության կենտրոնում, շատ լուրջ զրույց է ունենում Հունանի հետ։ Նա տեղեկացնում է, որ վերջին օրերին արդեն 2 անգամ պատահաբար հանդիպել է Լեոյին, ով ակնհայտորեն ինչ-որ անցյալ ու կապ ունի Լեայի հետ։ Չնայած Արամը նշում է, որ Լեան կոպտորեն ճանապարհել է Լեոյին, նա այնուամենայնիվ Հունանից խորհուրդ է հարցնում, արդյոք պետք է այդ տղային արհեստականորեն հեռու պահել։ Հունանը, ում ներսում վախն ու պաշտպանական բնազդն արթնանում են, խստագույնս պահանջում է, որ Արամը Լեոյին կիլոմետրերով հեռու պահի Լեայից, որպեսզի նրանց ճանապարհներն այլևս երբեք չխաչվեն։ Արամը հնազանդորեն ենթարկվում է այս հրահանգին, դառնալով նոր պատնեշ սիրահարների միջև։ Իսկ այս ամենի ֆոնին զարգանում է սերիալի ամենասարսափելի և նենգ ինտրիգը։ Ավոն հերթական անգամ ապացուցում է, որ ինքը անգերազանցելի դերասան է։ Նա Էռնայի առաջ խաղում է իր կյանքի լավագույն ողբերգական ներկայացումը, ձևացնելով, թե հոգեպես խորտակված է այն փաստից, որ Հունանը 20 տարի առաջ սպանել է իր հարազատ եղբորը։ Ավոյի այս կեղծ տանջանքները տեսնելով, Էռնան որոշում է անհապաղ գնալ և դեմ առ դեմ խոսել Հունանի հետ։ Բայց հենց որ Էռնան դուրս է գալիս սենյակից, Ավոյի դեմքի դիմակը պատռվում է, տխուր ու լացակումած արտահայտությունը վայրկյանների ընթացքում վերածվում է խելագար, սարսափազդու ծիծաղի և հաղթական ծաղրանքի։ Ավոյի թույնով լցված Էռնան փոթորկի պես ներխուժում է Հունանի տուն, որտեղ այդ պահին գտնվում էին նաև Իննան և Լեան։ Էռնան ուղիղ հարց է տալիս եղբորը. ճանաչում է արդյոք Ավոյի եղբորը։ Հունանը, փորձելով պահպանել սառնասրտությունը, պատասխանում է, որ իրեն ոչինչ հետաքրքիր չէ։ Սակայն Էռնան չի լռում, նա պայթեցնում է ռումբը, հայտարարելով, որ Հունանն իրականում արյունարբու մարդասպան է, և որ հենց նա է սպանել Ավոյի եղբորը։ Այս խոսքերից Լեան խուճապի է մատնվում։ Նա արդեն գիտի ճշմարտության մի մասը, բայց նրա իմացածը կիսատ է։ Լեան դեռ չգիտի ամենասարսափելի և կործանարար դետալը։ Նա դեռ գաղափար չունի, որ Ավոն իրականում իր սիրելի Լեոյի հարազատ հորեղբայրն է։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչպես կավարտվի Մանանի և Գրիշոյի բախումը դատարկ թատրոնում։ Եվ ինչ կանի Լեան, երբ վերջապես գիտակցի, որ Ավոն ու Լեոն արյունակիցներ են։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։